Հալելույա, Տեր, հալելույա։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այն ամենի համար, որ դու անում ես մեր հետ։ Մենք շնորհակալ ենք, որ ամեն անգամ դու մեր միտքը լայնացնում ես, Տեր։ Ամեն անգամ մեզ տանում ես փառքից փառք, Տեր, օրհնությունից օրհնություն, Տեր։ Դու Աստված չես, որ մեզ տանում ես նեղությունից նեղություն, սակավությունից սակավություն, այլ դու տանում ես փառքից փառք, օրհնությունից օրհնություն, շնորհքից շնորհք։ Ու մենք շնորհակալ ենք քեզ, մեր Տեր։ Մենք շնորհակալ ենք, որ դու մեր համար ունես ավելի մեծ, ավելի լավը, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ, որ դու մեզ տանում ես տեղ։ Մենք շնորհակալ ենք քեզ, որ դու օգնում ես մեզ, Տեր, որ մեր միտքը լայնանա։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ դու օգնում ես, որ մենք նորոգենք մեր միտքը։ Աստծո օքի ես խնդրում եմ քեզ, որպեսզի ամբողջ մթնոլորտը վերցնես քո ձեռքերի մեջ։ Ես աղոթում եմ, որպեսզի ամեն հպարտացած միտք քո խոսքի, ավետարանի դեմ, արքայության դեմ, Աստծո շնորհքի դեմ, դու հիմա գեղեցիկ քո ներկայությամբ ու քո քաղցրությամբ վերցնես քո ձեռքերի մեջ, Տեր, ու հնազանդեցնես ավետարանին, Տեր։ Թող այսօր քո հոգին շարժվի, Հայր։ Թող այսօր շնորհքի հոգին շարժվի, Հայր։ Թող այսօր Սուրբ հոգին շարժվի, Հայր։ Թող այսօր քո հոգին բերի մեր մտքերի մեջ փոփոխություն, լայնացնելով մեր միտքը, նորոգելով մեր միտքը համապատասխան քո որդու հասակի։ Հալելույա։ Ամեն, հալելույա։ Սիրելիս, այսօր խնդրում եմ, որ ուշադիր լինեք։ Այսօր խնդրում եմ, որ իրար հետ չխոսեք։ Նայեք ինձ ու կենտրոնանաք իմ վրա։ Եթե կողքինդ հա բզբզում է, որ խոսա քո հետ փոխի տեղդ։ Բայց այսօր Տերը ունի քո հետ գործելու, այսօր ժամանակ տուր Տիրոջը 40 րոպե։ Տուր Տիրոջը, միտքդ տուր իրան, ականջդ տուր իրան, սիրտդ տուր իրան, որպեսզի ինքը այս ժամանակի մեջ կարողանա գործի։ Աստծո խոսքը ասում է, որ ես նկատում եմ դա, բայց ես ուզում եմ խոսեմ հիմա այդ մասին, ու հետո կանցնեմ այն խոսքին։ Աստծո խոսքը ասում է, որ այն պտուղ չի տալիս այն խոսքը, որը որ ճանապարհի եզրին է ցանված։ Ու ասում է, հետո ծտերը գալիս են, այդ խոսքը ուտում են։ Տենց է թե չէ։ Հետո Հիսուսը ասում է, այն խոսքը, որ լսեցիր, չհասկացար, սատանան գալիս է ուտում է։ Դերը սնվում են այն խոսքով, որ դու չես հասկանում։ Իրանք գողանում են այդ խոսքը, ու երբ որ այդ խոսքը քո կյանքում պտուղ չի տալիս, իրանք սնվում են այդ խոսքով։ Ոչ թե իրանք սնվում են Աստծո խոսքով, այլ իրանք սնվում են նրանով, ինչը քո կյանքում պտուղ չբերեց։ Ու եթե դա քո կյանքում պտուղ չբերեց, դա դեպի համար սնունդ է, ինքը հաջողվեց։ Ինքը գնալու է իր Տիրոջ մոտ, ու ասի իմ մոտ հաջողվեց։ Ես շեղեցի Լիայի միտքը։ Ում միջոցով։ Իր կողքինի։ Կապ չունի ում միջոցով է այսօր քո միտքը շեղվում, դևը սնվում է դրանից։ Երբ որ դու գալիս ես Աստծո տուն, մտնում ես հեռախոսի մեջ, դու կերակրում ես դևերին, որովհետև խոսքը քո կյանքում անպտուղ չի լինում։ Երբ որ դու գալիս ես Աստծո տուն, չես լսում քարոզը խոսում ես կողքինիդ հետ, դու կերակրում ես դևերին, դու ստեղից անպտուղ ես գնում։ Ով է սնվում դրանից, թշնամին։ Ես ուզում եմ, որ եթե մեր եկեղեցու կեսը իրար հետ խոսում է ծառայության ժամանակ, կեսը հեռախոսի մեջ է, մենք կորցրել ենք եկեղեցին։ Իսկ եթե այսօր
Դու հասկանաս, որ ավելի կարևոր չի քո կողքինը, որ հիմա քեզ կարևոր ինֆորմացիա ունի տալու, անկախ նրանից ինքով է։ Ես նստեմ քո կողքը ու քեզ խանգարեմ, տեղդ կփոխես։ Ավելի կարևոր չի ստեղ ինչ որ մարդ, ավելի կարևոր է Տերը, որ եկել է որ խոսա քո հետ։ Ու եթե դու ականջ ես տալիս ինչ որ մեկին, ինչքան էլ ինքը կարևոր ինֆորմացիա ունի քո համար, թե երկրպագության ժամանակ, թե խոսքի ժամանակ, դու տանուլ ես տվել այդ ժամանակը։ Սա եկեղեցի է, որ մենք իրար հետ երկրպագում ենք։ Իրար հետ, ոչ հեռախոսի մեջ, ոչ ինչ որ մեկի մորքուրի աղջկաց հարցնելուց։ Մորքուրի աղջիկը ամուսնացավ, էդի քո կյանքը չի փոխի, կպի Աստծուն։ Ինչի եմ ես խոսում, որտև երկու ծառայություն առաջ Աստծո մարդը ստեղից խոսում էր, ես թարգմանում էի։ Երբ որ ինքը խոսում էր, ես հասկանում եմ, հիմա այս խոսքը արձակվել է, որպեսզի այս մարդուն ազատի իր իրավիճակից։ Ինքը խոսում էր, ես լսում էի, ես թարգմանում էի, ասում եմ, էսի արձակեց ինքը։ Պտտվեմ նայեմ այդ մարդը հեռախոսի մեջ, կողքին հետ, դաժե չի լսում։ Ես այսօր ուզում եմ մի քիչ խիստ լինեմ, մի եկեղեցի, եթե չեք լսելու Աստծո խոսքը։ Սերիալ նայեք, հնդկական, բայց եթե գալիս եք, կպեք, երկրպագեք ու փոխվեք, մեկա եկել եք։ Ու լուր ենք մենք։ Այս եկեղեցում մենակ կարա խոսա ծառայության ժամանակ ինքը փոքր է։ Իրա պապան չէ, ինքը ոչ էլ իրա մաման։ Ինքը։ Ինչի եմ ասում, սիրելիներս, մենք իրար հետ գնում ենք, Տերը խոսք ունի, Տերը ներկայություն ունի, Տերը զորություն ունի, ու դու բացակա ես, որովհետև Facebook-ի քո ընկերներից մեկը մի հատ sense տրենդ է դրել, դու պետք է նայես։ Էդի քո կյանքը չի փոխի, հասկանում ես, եկել ես կպի Աստծուն, կպի Տիրոջը։ Ես ուզում եմ ասեմ, այսօր Տերը քո համար խոսք ունի, այսօր Տերը քեզ փոխելու է, հավատաս թե չհավատաս, այդ լինելու է։ Այսօր ես ուզում եմ խոսամ քո նույնականացման մասին, իդենտիֆիկացիայի մասին։ Ու ես այսօր ուզում եմ քեզ մի բան ասեմ, կարևոր չի դու ինչ ես անում, կարևոր է, թե ով ես դու։ Կարևոր չի դու ինչ ես անում, կարևոր է, թե ով ես դու։ Ու շատ կարևոր է, որ այդ ով ես դու հասկանաս։ Շատ կարևոր է, որ դու քեզ նույնականացնես այդ ով ես դուի հետ։ Մեր խնդիրների արմատը, մեր Աստծուն չնվիրվելու արմատը, մեր մի ոտքը մեղքի մեջ, մի ոտքը եկեղեցուն դրա արմատը, մեր Աստծու հետ ժամանակ չանցկացնելու արմատը, հիմքը կայանում է նրանում, որ նա ով դառել է Աստծու զավակ, ծնվել է Աստծուց, ինքը իրան նույնականացնում է իր հիմ բնույթի հետ։ Եթե քեզ թվում է, որ դու քո հորից ու մորից ծնվածն ես, դու սխալվում ես, դու Աստծուց ծնված ես, քեզ պետք չի նույնականացնես քո հորից ու մորից ծնվածի հետ, ով ծնվեց մեղավոր բնույթով։ Այսօր ժամանակն է, որ քեզ նույնականացնես քո հոր հետ։ Երբ որ մենք մեր մասին մտածում ենք, ինչ ենք մենք հասկանում, սիրելիներս, ով ենք մենք։ Դե ես իմ ծնողներից ժառանգել եմ բարկությունը,
Աստծուց բան չես ժառանգե։ Երբ որ դու քեզ նույնականացնում ես քո մինչև ապաշխարելը, մինչև վերստին ծնվելը, մինչև նոր արարած դառնալը հին Վարոյի հետ, հին Արտուրի հետ, հին Վահեի հետ, դու չես դադարի ապրել հնի պես։ Դու կընդունես մի հատ պիտակ, Ռազդյոն Սվիշե, վերստին ծնված, ես վերստին ծնված եմ։ Իսկ կլինի վարքդ էլ այդ մասին խոսա, չէ։ Իսկ կլինի դեմքդ էլ այդ մասին խոսա, չէ։ Իսկ կլինի բնավորությունդ էլ այդ մասին խոսա։ Դե ես ուրախ եմ, իսկ կլինի դեմքդ էլ այդ մասին ինչ որ բան փոխանցի, չէ, ես ներսից եմ ուրախ, ես տխուր ուրախ եմ։ Ես վերստին ծնված եմ, ես նոր արարած եմ, հովիվ ջան։ Իսկ կլինի վարքդ այդ մասին ասի, դու որ լռում ես, վարքդ ինչի մասին ա խոսում։ Ինչն ա պատճառը, սիրելիներս։ Մենք մեզ նույնականացնում ենք հին մարդու հետ, հին բնույթի հետ։ Ու ես այսօր լավ լուր ունեմ։ Այսօր օր ա, որ մենք մեր միտքը պիտի նորոգենք, մենք արձագանք ենք տալիս մարդկանց ասածներին, մեզ նույնականացնելով մեր հին բնույթի հետ, մենք վարվում ենք մարդկանց հետ այնպես, ինչպես իրանք են մեր հետ վարվում, մեզ նույնականացնելով մեր հին բնույթի հետ, ժողովուրդ ամեն բան այնքան հեշտ է, այնքան հասարակ է, Այնքան պարզա քրիստոնեությունը, շատ պարզա, պետք չի բարդացնել, սիրի քո Տեր Աստծուն ու սիրի մարդուն, էդ է քրիստոնեությունը, էդ չես անում, ինչ պիտակ ուզում ես վրեդ դիր, սիրի Աստծուն, ժամանակ անցկացրու Աստծու հետ, հասկացի իր սիրտը ինչ է ուզում, ապրի իրանից կախված, անկախ մի ապրի իրանից, ու սիրի մարդուն, Սիրի մարդուն, սիրի դիմացինիդ, ծառայի մարդուն, օգնի իրան, մի տրորի, մի նվաստացրու, սիրի, հարգի, պատվի, դու կասես ավելի բան չկա, չէ, էդ է քրիստոնեությունը, Հիսուս ասում է ուրիշ մեծ բաներ չկա, ամբողջը դրա մեջ է, լեռան քարոզը, պատվիրանները, ամբողջը դրա մեջ է, մենք այսօր բարդացրել ենք, ինչի, որտև մենք մեզ չենք նույնականացնում Տիրոջ հետ, մենք մեզ չենք նույնականացնում նոր արարածի հետ, ամբողջ հարցը դրանում է, երբ որ դու քեզ նայում ես, դու ում ես տեսնում, Քրիստոսին, թե հին մարդուն, թե հին բնավորությունը, Քեզանից ինչ է դուրս գալիս, երբ որ ոտքը տրորում են, Այն ինչ որ ժառանգել եմ հորիցս ու մորիցս, Ինչպես ես վարվում երեխեքիդ հետ, Այն ինչ որ ժառանգել եմ, Իսկ Աստծու խոսքը ասում է, նա ով Քրիստոսում է, Ստեղ նայում եմ, չկա մեկ ով Քրիստոսում չի, Նա ով Քրիստոսում է, նա նոր արարած է, հները անցան, ահա ամեն բան նոր եղավ, հները անցան, հին բնույթը անցավ, ու ամեն բան նոր եղավ, ամբողջ հարցը սրա մեջ է ժողովուրդ, սիրելի եկեղեցի, սիրելի ընտանիք, ամբողջ հարցը սրա մեջ է, Իսկ ինչի ենք մենք այդպես մտածում, Ինչի մենք չենք ապրում կախված հորից, Ինչի լինելով Աստծուց ծնված մենք ապրում ենք որբի պես, Մենք մեզ ճիշտ չենք նույնականացնում, Հիսուսը ասում է, ես անում եմ են, ինչ որ հայրն է ասում,
Ավել բան չեմ անում։ Տեր Հիսուսը երկիր եկավ 100%-անոց կախված լինելով Աստծուց։ Ուզում ասի, ես 100%-ով կախված եմ Աստծուց, ես անկախ չեմ, ես որբ չեմ, ես հայր ունեմ, ես գիտեմ, որ ես իրանից եմ ծնված, ես իրա սերմն եմ, ու դրա համար ես չեմ կարա իրանից կախված չլինեմ։ Արդյոք այսօր իմ ու քո կյանքը կախված է Աստծուց։ Արդյոք մենք կախված ենք Աստծուց, արդյոք մենք մեր նույնականացումը որպես որդի հասկացել ենք, թե դեռ որբի պես ենք ապրում։ Արդյոք ես հասկացել եմ Աստծուն որպես սիրող հայր։ Արդյոք ես իրա սերը ընդունել եմ ու ինձ թույլ եմ տալիս, որ ինքը սիրի։ Արդյոք ես կախված եմ իրանից։ Արդյոք ինքն է տանում ինձ։ Արդյոք ես թույլ եմ տալիս, որ ինքը հոգ տանի, թե ես ինձ առանձնացրել եմ իրանից ու ապրում եմ ինքս ճանգրելով, կարծես թե ես հայր չունեմ։ Ինքս իմ համար ինչ-որ բան անելով։ Սրանք սաղ ինչ խոսում եմ նույնականացման հարցը։ Սրանք սաղ ինչ որ խոսում եմ հասկանալն է, որ ես իրան եմ պատկանում, ես որդի եմ։ Ես որբ չեմ, ես մենակ չեմ։ Այսօր մեր խնդիրը, երբ որ մենք խոսում ենք հոր մասին, որպես որդիներ, մեր խնդիրը կայանում է նրանում, որ մեր մոտ հոր պատկերը աղավաղված է։ Մենք չունենք իրական ճշմարիտ հոր պատկեր ու ամեն մեկս, որ ասում ենք հայր, մենք ինչ-որ մի բան պատկերացնում ենք։ Դրա համար մենք Աստծուն որպես իրական սիրող հայր չենք կարողանում պատկերացնենք։ Ուզում եմ 4 տղամարդ կա, 4 հոգի, տղեր, կեկեք, աշխատեք երիտասարդներ, եկեք բեմ, եկեք, դու լավ երիտասարդ ես, արի, եկեք բեմ, արի Գուրգեն ջան, խնդրում եմ, այստեղ 4 հոգով կանգնեք, դեմքով նայեք ես կողմ, 4-րդը, մեր մոտ մաթեմատիկայից մարդիկ կան, որ լավ են, Արմանը, 1, 2, 3 ընկերներս են, եկե, այդ ենց, 4, մեկը գոնե երիտասարդ լինի։ Երբ որ մենք ասում ենք հայր, լավ էլ մի սաղդ էլ երիտասարդ եք, ինքը պրոստը մեջների ամենաերիտասարդն է։ Մենք ինչ պատկեր ունենք։ Ինչ որ մեկ ասելով հայր, պատկերացնում է խիստ հայր։ Ձերքդ սենց հրա ու ջղայնացի, ինչքան քարոզեմ տենց կանես։ Չէ կոմոդ չի ստացում, դու գնա անդե, արի։ Գնա։ Այդ տենց, ինքը տենց չի, էսի հիմա դերա, ոչ մեկին չնույնականացնեք, երկրորդը բացակա հայր, պտտվի մեջքով, հեսա բոլորից խոսում եմ, երորդը, անտարբեր հայր, ինքը անտարբեր է, սենց ինքը կիսատ, կողքի, հա, դուր հեռախոս, անտարբեր հայր, մտի մեջը, նային դեղ, մտի ինձ չնայես, մտի հեռախոսիտ մեջը։ Ու չորորդը կրոնավոր, պահանջկոտ, ամեն ինչի համար, ես արեցիր, ես կեզ պիտի լինի, դու էլ սենց արա։ Իրանք տենց չեն։ Երբ որ մենք ասում ենք հայր, Աստված հայր է, մենք ինչի նկատի ունենք, ինչ որ մեկը տեսել է խիստ հայր, ով իր ամեն սխալի համար պատժել է իրան։ Ու երբ որ մենք ասում ենք Աստված, մենք պատկերացնում ենք խիստ հայր, ով իր ամեն սխալի համար պատժել է։ Ինչ որ մեկը ունեցել է հայր, ով կա
բայց չկա, բացակայ է։ Միգուցե ես ծնվել եմ, ես չեմ տեսել իմ հորը, որտեվ ինքը արդեն չկա, բացակայ է։ Իսկ միգուցե ես տեսել եմ իրան, ինքը կա, բայց չկա։ Ինքը տանն է, բայց տանը չի։ Ինքը հետաքրքրված չի ինձանով։ Միգուցե ինչ որ մեկը տեսել է անտարբեր հայր, ով թքած ունի իր մանիկյուրի վրա, իր մակիաժի վրա, ինչ կհագնի իր երեխեն, իրան դպրոցում ծեծել են, թե չեն ծեծել, անտարբեր է, բայց հայրը, բացակայ է, բայց հայրը, իսկ ինչ որ մեկը տեսել է հայր, որը որ կրոնական է, կամ մայր միգուցե, սահմանափակում է, ամեն սխալի համար պահանջում է, ու երբ որ մենք ասում ենք, որ Աստված հայր է, մենք չպետք է նկատի ունենանք ոչ մեկը, ոչ խիստ, ոչ բացակա, ոչ անտարբեր, ոչ կրոնական, շատ շնորհակալություն, եկեք իրանց ծափարենք, շնորհակալություն։ Ու եթե դու հիմա նստած ես տեղ, որ մենք խոսում ենք հայր, դա մայրն էլ է իր մեջ մտնում, որտև Աստված իր մեջ ունի և հայրական սիրտ, և մայրական սիրտ։ Ու եթե դու ստեղ նստած ես, դու սրանցից ինչ որ մեկն ես, այսօր ժամանակ ունես ապաշխարելու, այսօր ժամանակ ունես քո երեխեքին չվնասելու, հոգատար լինելու, բայց միգուցե ես տեսել եմ այսպիսի հայր իմ կյանքում, երբ որ ես ուզում եմ Աստծո հետ որպես հոր ու որդի փոխհարաբերություն ունենամ, ես չեմ կարողանում, որտև ես Աստծուն նույնականացնում եմ իմ ֆիզիկական հոր հետ։ Աստված այսպիսին չի, Աստված սիրող հայր է, սիրելիներս։ Աստված բարկացած չի քո վրա։ Աստված կենտրոնացած չի, որ քեզ պատժի։ Աստված բացակա չի քո կյանքից կայա։ Ինքը հետաքրքրված է քո կյանքում ամեն ինչով։ Աստված կրոնական մեկը չի, ով հաշվար կանում քո հետ։ Ով ամեն քիչ գնահատականի համար քեզանից ինչ-որ բան զրկում է, ամեն ցածր գնահատականի համար քեզ պատժում է։ Հացդ կուտես կսիրեմ, դասերդ կանես կթույլ կտամ, Աստված այդպիսին չի։ Մեն Աստված սիրող հայր է։ Ու շատ կարևոր է որպես որդիներ, մենք ճիշտ պատկեր ու ճիշտ պատկերացում ունենանք։ Մենք կարանք մերժենք Աստծո հայրությունը մեր կյանքից սխալ պատկերի պատճառով ու այդպես էլ իրականում մեզ չնույնականացնենք որդու հետ։ Լինելով որդի, մենք կարանք ապրենք որբի պես, չնայած մեր համար երկնքի պատուհանները ու հոր գիրկը բաց է։ Ու ես ուզում եմ այսօր, եթե դու այսպիսի հայր ես ունեցել առաջինը, բաց թողես իրան։ Եթե դու դեռ չես ներել, դու չես կարող ընդունել Աստծո հայրությունը, ինչքան էլ հիմա ծածկվես, ինչքան էլ հիմա փորձես շրջանցես սա, եթե դու չես ներե քո հորը կամ քո մորը, դու չես կարող ընդունել Աստծո հայրությունը։ Ու այսօր ժամանակ է, որ Տերը հենց հիմա բան է լուծում։ Ներել դա չի նշանակում համաձայնվել, ներել դա չի նշանակում ասել, որ ինքը ճիշտ է եղել։ Ես ու դու ներում ենք, որովհետև մենք դրա կարիքը ունենք։
Ու այսօր Աստծո հոգին ստեղ է, որպեսզի գրկի քեզ ու որպեսզի խոսի քո հետ, որ դու իմն ես։ Ես քեզ չեմ ուզում կոնտրոլ անեմ վստահի ինձ։ Ես քեզ չեմ ուզում պատժեմ վստահի ինձ։ Ես ուզում եմ, որ այսօր դու քեզ նույնականացնես որդու հետ։ Հալելույա։ Կապ չունի դու ինչ ես անում, կապ ունի ով ես դու։ Անառակ որդու մեծ աղբեր ասում է, այսքան քեզ ծառայում եմ, մի հատ ուլել չտվեցիր։ Ինքը չէր հասկացել, ինքը ով է։ Ծառայելով որդի չենք դառնում, սիրելիներս։ Կարդալով, աղոթելով որդի չենք դառնում։ Մենք որդի ենք, դրա համար ենք ծառայում ու կարդում, աղոթում։ Ինչքան խուսափենք սրանից, ինչն այսօր մեր եկեղեցու խնդիրը, ինչն այսօր պատճառը, որ այսօր էլ Բեթելում բոլորը սպառող են։ Ես չեմ ուզում ուրիշ եկեղեցու մասին խոսեմ։ Այսօր մենք եկել ենք մի տեղ, որ ունենք մարդկանց հավաքույթ, ովքեր սպառող են, ովքեր գալիս են մի բան փոկեն գնան, մի բան վերցնեն գնան։ Իսկ եթե ես որդի եմ, ես գալիս եմ, որպեսզի ինչ-որ բան տամ նաև։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ որ եկեղեցին մի գործարան է, զավոդ է, որը որ սուրբ է արտադրում, սուրբ։ Այս բարի սամարացի գործարանը ինչ է։ Մի տեղից կովը դնում են, այն մյուս տեղից երշիկը դուրս է գալիս։ Տենց է թե չէ։ Իսկ եթե այս տեղից կովը դնեն ու աշխատողները այդ կովը ուտեն, այն մյուս տեղից երշիկ դուրս չի գա։ Ինչ է եկեղեցին, մի տեղից մեղավորը մտնում է, մյուս կողմից սուրբ է դուրս գալիս։ Եկեղեցին գործարան է, որ սուրբերը արտադրում։ Ամեն։ Եթե աշխատողները չեն ուտում այդ սուրբերին։ Եթե Գրանդ Քենզիում պեչենի արտադրողը վրից պեչենիները ուտի, այդ պեչենին ինձ ու քեզ չի հասնի։ Ինչն է պատճառը, որ մենք սպառում ենք, սպառող ենք, այնքան ենք սպառել, որ արդեն իրար ենք սպառել։ Ինչն է պատճառը, որ տարի ու կես եկեղեցին չի աճում։ Նույնականացումը։ Նույնականացումը, մենք մեզ նույնականացրել ենք ոչ թե Աստծո որդու հետ, այլ մեր հին բնույթի հետ։ Դե հələ թող մեկը բան ասի Վարոյին։ Դե հələ թող մեկը Արսենին բան ասի։ Էսա պատճառը, որ այսօր մենք ունենք սպառողների հավաքույթ, փոխանակ, որդիներ, ովքեր ուզում են Աստծո տան համար մի բան անեն։ Էսա պատճառը, որ այսօր ես տեղ կանգնած դժվարանում եմ ֆինանսից խոսամ, որովհետև սպառող է նստած ոչ թե որդի, ով ասում է իմ եկեղեցին ինչի կարիք ունի։ Իմ եկեղեցին, մեր եկեղեցին չէ, իմ եկեղեցին։ Երբ որ ես միտեղ եմ, ես ասում եմ իմ եկեղեցին։ Այսօր ես քարոզում եի իմ ընկերոջ մոտ, ես ասում եի մեր եկեղեցին, բայց էլ Բեթելը իմ եկեղեցին է, էլ Բեթելը քո եկեղեցին է, ոչ թե իմ, որ Տերը ես եմ, Տերը Հիսուսն է, այլ իմ, որովհետև ես այդ եկեղեցու մի մասնիկն եմ։ Ինչն է պատճառը, որ այսօր, երբ որ կա գործ անելու եկեղեցում, ոչ մեկ չկա, երբ որ կա խոսք լսելու եկեղեցում, բոլորս ենք։ Նույնականացումը, սիրելի եկեղեցի։ Ես ուզում եմ մենք իրար հետ աճենք որպես կենդանի քարեր։ Ես ուզում եմ մենք իրար հետ անենք ինչ անում ենք։ Իրար հետ անենք, որ դու հասկանաս սա քոնն է։ Չանես ինչ-որ բան, որովհետև ասել են անեմ։ Դու գիտեք հնազանդությունը երկու ֆորմա ունի։ Վատ ու լավ։ Վատը էսա, դե ասել են անում եմ։ Իսկ լավ է էսա, ուզում եմ, անում եմ։ Երկուսն էլ հնազանդություն է, բայց իրար տարբեր են։ Ասել են անում եմ,
ուզում ես, չէ, հա, ասել եմ, բտե անեմ, բաղով անի, դա ծառայի մտածելակերպա, ոչ թե որդու, որդին անում է, որովհետև ուզում է, ես ուզում եմ մի քանի տարբերություն ու իրար հետ կաղոթենք, ծառայի ու որդու, որովհետև Հռոմեացիս 8:19 ստեղծագործությունը անհամբեր սպասում է Աստծո որդիների հայտնվելուն, Աստծո որդիների ոչ թե ծառաների, ստեղծագործությունը անհամբեր սպասում է, բայց եթե դու չես հասկացել, որ դու որդի ես, դու սեփականություն ես, ամեն բան քոնն է, արքայությունը քոնն է, եկեղեցին քոնն է, սա մեծ դաշտ է, որտեղ դու կարող ես ինչ-որ բան անես, մենք չենք փնտրում միկրոֆոնի ծառայություն, մենք փնտրում ենք ինչ կարանք անենք, ու հիմնականում այն ծառայությունները, ովքեր չեն երևում, իրանք ավելի կարևոր են, քան այն ծառայությունները, ովքեր երևում են, մենք այսօր ցուցակն ենք տվել ծառայություններ, ես չգիտեմ ինչի անցապլավնի ծառայություններ, ու ես ուզում եմ, որ ամեն մեկը ձեզ տեսնեք տան անդամ, տան տղա, տան աղջիկ, ինչ կա անելու իմ տան մեջ, ծառան կամ որբը Աստծուն ընդունում է որպես ղեկավար, որդին որպես սիրող հայր, ղեկավար, ասել է անում եմ, ես, դա ծառայի մտածելակերպն է, Աստված ասել է, պիտի անենք, հա, չանենք դժոխք են գնալու, չէ, հլը մի վարկյան, բայց պիտի սուրբ ապրեմ, Աստված ասել սուրբ ապրեմ, մի վարկյան, համարենք դժոխքը չկա, ես ուզում եմ հարց տամ, ես չեմ ուզում այդ պատասխանը լսեմ, ես ուզում եմ լսես այս պատասխանը, համարենք դժոխք չկա, դու ոնց կապրես, եթե դու ծառայես, եթե դու որբ ես, դու կապրես մեղքի մեջ, ուղղակի նենց կանես, որ մարդիկ չտեսնեն, իսկ եթե դու հասկացել ես, որ դու ծնված ես Աստծուց, դու սուրբ չես ապրում, որ դժոխք չգնաս, դու սուրբ ես ապրում, որտև դա քո բնույթն է, ծառան որբը կախված չի Աստծուց, այլ մարդկանցից, որդին, ոնց որ Հիսուսն է, կախված Աստծուց, ծառան կախված է մարդկանց կարծիքից, ինքը անում է ինչ-որ բան, որ մարդիկ լավ մտածեն իր համար, սա որբի մտածելակերպ է, սա ստրուկի մտածելակերպ է, ու ծառան ծառաներ է պատրաստում, որդին որդիներ, իսկ որդին ինքը ապրում է Աստծո առաջ, ինքը ամեն բան անում է Աստծո առաջ, ինքը կախված չի մարդկանց կարծիքից, երբ որ Հիսուս ասում է ինչ են մտածում իմ մասին, ինքը չի ասում, ասեք ինչ են մտածում, որ ես իմանամ ինչ անեմ, ինքը ուզում է իմանա ընդամենը, բայց ինքը կախված չի մարդկանց կարծիքից, այ մի հատ սենց անեմ, որ մարդիկ տեսնեն, որ ես լավ եմ քարոզում, բայց այսքան ժամանակ չեմ քարոզել, ծառան սիրում է օրենքը, որդին սիրում է մարդուն, ծառան սիրում է օրենքներ պահել, ու այդ օրենքներ պահելու պատճառով ինքը գիտեք քանի հոգու վիզ կթռցնի, որտև այդ օրենքը կարևոր է, որդին մարդուն է սիրում, որտև եթե ինքը հասկացել է, որ ինքը որդի է, ուրեմն ինքն էլ է որդի, ես իմ աղբորը չեմ վնասի, ծառայության պատճառով,
Մենք չենք ծառայում ծառայությանը, մենք մարդկանց ենք ծառայում։ Հիսուսը ինչի վճարել ոչ մի ծառայության համար, ոչ կամերայի, ոչ միկրոֆոնի, ոչ մի ծառայության։ Հիսուսը գինա վճարել Արթուրի համար, Արսենի համար, քո համար ու իմ համար։ Դրա համար ծառան օրենք է պահում ու ծառայում է ծառայությանը։ Որդին մարդուն է սիրում ու ծառայում է մարդուն։ Ծառան որբը վստահ չի ու փորձում է բարեհաճություն գտնի Աստծու մոտ իր արարքներով։ Որդին գիտի, որ Աստված սիրում է իրան ու բարեհաճում է։ Որդին գիտի, որ ինչ էլ անի, ինքը չի կարող վաստակի Աստծու սերն ու բարեհաճությունը։ Աստված արդեն բարեհաճել է։ Եթե դու ինչ-որ բան անում ես, որ Աստված քեզ ավելի սիրի, որ Աստված քեզ ավելի բարեհաճի, որ իր դուրը ավելի գաս, սա ծառայի ու որբության մտածելակերպից է գալիս։ Դու չես հասկացել քո նույնականացումը, որ դու որդի ես։ Դրա համար դու չես վայելում իր հետ փոխհարաբերությունը։ Ընդհանրապես ծառան վախենում է Աստծուց, որդին բաց է Աստծու համար։ Ծառան վախենում է հորից, որդին սիրում է հորը։ Իրան գցում է հոր գիրկը։ Ծառան երբ որ մեղք է գործում, փախնում է Աստծուց, որդին երբ որ մեղք է գործում, իրան գցում է հոր գիրկը։ Հալելույա։ Ու բոլորը տնես դեմքերով եք նստած, կարծես թե մեղք չեք գործում։ Ծառան պայքարում է, որ գովվի։ Որդին գիտի ինքը ով է, իր գովասանքը միայն Աստծուց է։ Որդուն ոչ մի մարդկային, ոչ գովասանք, ոչ պարսավանք չի փոխում։ Եթե դու գիտես դու ով ես, քեզ չի փոխի ոչ մարդկանց գովաբանությունը, ոչ մարդկանց քննադատությունը։ Ամբողջ աշխարհը կանգնի քեզ ասի շեղված, դա քեզ չի փոխի։ Դու գիտես ով ես ու ուր ես գնում։ Իսկ եթե դու որբի մտածելակերպ ունես, հանգարց ինչ-որ մեկը ասեց աշկիտունք կա վերևը, վերջ գնաց, գցեց ներս, զոհը ներսից արթնացավ։ Սա նրանից է, որ դու քեզ չես նույնականացրել սիրված Աստծու զավակի հետ։ Այսօր Աստված, ես հավատում եմ, ինքը մտել է քո սիրտ ու ապերացիա է անում քո սիրտ, ում մոտ է տենց։ Եթե ամաչում ես ձեռք բարձրացնես, քո աշկերից երևում է, մեկը ես գիտեմ։ Թույլ տվեք, թող ինքը ձեր սիրտը այդ բառը վիրահատի։ Ասել եմ, ամենալավ սրտի բժիշկը Հիսուսն է, ով չգիտի ասեմ։ Եթե սրտի հարցեր ունեք, պետք չի Երևանի գնաք, Հիսուսը ամենալավ սրտի բժիշկն է, ամենալավ սրտի խիրուրգն է։ Այսինքն վիրահատում է լրիվ սրտի հարցերը լուծվում է։ Խոսքս հոգևոր սրտի մասին է։ Ծառան հնազանդվում է, որովհետև պետք է, որդին, որովհետև ուզում է։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Պետք է, ես պետք է անեմ, ես էս պետք է անեմ, ես եմ պետք է անեմ։ Ես պետք է սուրբ ապրեմ, ես պետք է կարդամ, ես պետք է աղոթեմ, ինձ ասել են ես պետք է անեմ, ու ինքը չի ուզում, բայց անում է, որովհետև պետք է։ Որդին հնազանդվում է խոսքին, իր վրա դրված իշխանությանը, որովհետև ուզում է։ Ուզում է, ես ուզում եմ սուրբ ապրեմ, ոչ թե ես պետք է սուրբ ապրեմ, ես ուզում եմ սուրբ ապրեմ, ոչ թե ես պետք է կարդամ, ես ուզում եմ կարդամ, ոչ թե որ ես պետք է աղոթեմ, այլ ես կարոտել եմ իմ հոր հետ փոխհարաբերությանը։ Սրանք լրիվ տարբեր մտածելակերպեր են, լրիվ տարբեր նույնականացումներ են սիրելիներս, ու անկախ նրանից տարիներ շարունակ եկեղեցին ինչ աններ դրել մարդկանց մեջ, ես գիտեմ, որ շատերիդ մեջ ստրուկի, որբի ու ծառայի մտածելակերպ են ներդրել։
Այսօր Տիրոջ հոգին ստեղա, որպիսի ջնջի դա ու քեզ տա որդու մտածելակերպ, որովհետև բնույթով դու արդեն որդի ես, բայց պիտի քո միտքը նորոգվի որպես որդի։ Իրականում դու որդի ես, բայց դու կարաս չմտածես որդու պես։ Ու քո կյանքի մեծագույն խնդիրները գալիս են նրանից, որ լինելով որդի, դու ծառայի պես ես մտածում։ Ես ավելի լավ եմ քարոզում, քան թե դուք դաժե նայում եք ինձ։ Ոչ ամեն ասելու մասին вообще խոսքել չկա։ Գոնե գլխով։ Հալելույա։ 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 Ես հավատում եմ, որ Տերը ինչ-որ բան անում քո հետ։ Ես ուզում եմ, որ դու ընդունես ես, սիրելիս։ Եթե դու ընդունես այն հոգին, որ Տերը արձակում է հիմա իր եկեղեցու վրա, շատ բաներ կփոխվի քո կյանքում։ Տեր Հիսուսը ասում է, ես ուզում եմ այս խոսքը կարդամ, ցիտեցի, բայց ուզում եմ կարդամ, Հովհաննես 5:19։ Բայց Հիսուսը պատասխանեց եւ նրանց ասեց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքը իրենից ոչինչ չի կարող անել։ Եթե չտեսնի այն ինչ հայրն է կատարում, որտեվ ինչ որ հայրն է անում, նույնը նրա նման եւ որդին է գործում, քանզի հայրը սիրում է որդուն եւ այն ամենը ինչին քանում է ցույց է տալիս նրան եւ նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք։ Բայց ես ուզում եմ այսօր կանգնենք ստեղ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել։ Նայեք Հիսուսը ինչքան կախված էր Աստծուց։ Սիրելիս որդին ով հասկացել է թե ով է ինքը կախված Աստծուց։ Ինքը կախված Աստծուց, ինքը ինքնուրույն չի, ինքը Աստծուց անկախ չի գործում, Աստծուց անկախ չի ապրում։ Ինքը Աստծուց անկախ չի կառուցում, Աստծուց անկախ չի ծառայում։ Ով էր Աստծուց անկախ ծառայում, անառակ որդու մեծ աղբերը։ Աստծուց անկախ հայրը իր տան մեջ, ինքը Աստծուց անկախ։ Ասում է, այսքան քեզ ծառայում եմ։ Մի հատ ուլել չտվեցիր։ Ուզում ես գնա վերցրա, ինչ որ հիմնականն է։ Ով է հիշում այդ արտահայտությունը, էլ ով է ասել։ Անառակ որդու հայրը, անառակ որդու մեծ աղբորը ասում է, ինչ որ հիմնականն է։ Ու ես հիշում եմ Հովհաննես 17-րդ գլխում Հիսուս ասում է, ինչ որ հիմնականն է։ Ինչ որ քոնն է իմնա, միայն որդին կարա ասի ինչ որ իմնա քոնն է, այլ դրա պատճառով ինչ որ քոնն է իմնա, նա որփա ծառա ու ստրուկ, ինքը չի հասկանում, որ ինչ որ իմնա քոնն է, ու իրան թվում է, երբ որ ինքը տալիս է ինչ որ բան, ինքը իրանից է կտրում տալիս, չհասկանալով, որ ինչ որ իմնա քոնն է։ Ու Հիսուսը հետո հաջորդ ասում է ինչ որ քոնն է, իմնա։ 2 ամիս սիրելի եկեղեցի մինչև նոր տարի ես ժամանակ եմ վերցնելու, աշխատելու եմ ես ծառայեմ ձեզ Միլենի հետ։ Շատ հյուրեր չենք ունենալու, մի հյուր ենք ունենալու։ Էն էլ էլի մեր խելքին ա, մեր ընկերն ա։ Մենք ծառայելու ենք ու ձեր միտքը, այս 2 ամիսը ես խոսում ու հռչակում եմ մտքի նորոգության ամիսներ։ Մինչև նոր տարի ես ուզում եմ քո միտքը լայնանա, դու հասկանաս քո միտքը նորոգվի, որպեսզի դու հասկանաս ով ես դու։ Որ դու հասկանաս, որ դա քո բնույթից է գալիս շատ բաներ։ Մենք մեր մտածելակերպի պատճառով փակում ենք մեր ներսից եկող բոլոր ալիքները, դրանով խանգարելով Աստծուն, որ գործի սիրելիներս։ Իսկ այս 2 ամիսը լրիվ ուրիշ ընթացք կա լինելու։ Մենք երկնքով սավառնելու ենք իրար հետ տեսնելով ու ճանաչելով մեզ իրականում ինչպիսին ենք։ Մենք հասկանալու ենք Հորը իր վերաբերմունքը դեպի մեզ։ Մենք հասկանալու ենք մեզ որպես որդիներ։ Ամեն։ Կարևորը այն չի ինչ ես դու անում, կարևորը այն է թե դու ով ես։ Սա շատ կարևոր բան է, եթե ես քարոզից միայն հիշես այս նախադասությունը, ուրեմն մենք իրար հետ շահել ենք։ Կարևորը այն չի դու ինչ ես անում,
Կարևոր է նա թե դու ով ես։ Ու եթե դու անում ես, չհասկանալով թե դու ով ես, այն ինչ որ անում ես, այրվելու է որպես ծղոտ։ Եթե դու 100 բան անես, չհասկանալով քո բնույթից, չհասկանալով որ դու որդի ես, ոչ թե որդու բնույթից, այլ որովհետև պիտի անես, այդ գործերը այրվելու են։ Եթե դու մի բան անես ընդամենը, որը որ կբխի քո բնույթից, որը որ կգա հասկացողությունից, որ դու որդի ես, դրա համար ես այդ անում, դու իր աղջիկն ես, դրա համար ես այդ անում, դու դրա համար վարձք կունենաս։ Հալելույա։ Ես շատ ոգևորված եմ, որտև ես եմ լսում, սովորում իմ քարոզից։ Մի բան ասեմ, ծայրահեղության մեջ չընկնեք ու չգայթակղվեք, հաջորդ ծառայությանը նորից այս միտքը կշեշտեմ, որ հասնի։ Ես ուզում եմ դուք իմանաք, որ ոչ մի վերնագիր Աստվածաշնչում Աստված չի դրել։ Օրինակ Հիսուսը չի ասում, հիմա կպատմեմ անառակ որդու առակը, տենց չի եղել։ Մարդիկ 16-րդ դարում Աստվածաշունչը բաժանել են համարների ու դրել են վերնագրեր, որ մեզ հեշտ, այսինքն այդ վերնագիրը Աստվածաշունչ չի։ Այն որ գրած է անառակ որդու առակ, էդի Աստվածաշունչ չի։ Այն որ գրած է լեռան քարոզ, էդի Հիսուսը չի ասել, հիմա ես քարոզում եմ լեռան։ Մարդիկ տեսել են լեռան վրա է քարոզում, գրել են լեռան քարոզ, մնացածը Աստվածաշունչ է։ Հասկացաք ինձ։ Դրա համար անառակ որդու առակը կարանք ջնջենք, տեղ գրենք սիրող հոր առակը։ Որտեվ այդ առակը այդ տղու մասին չի, շատ էլ որ շատ իրա մասին է գրած։ Այդ առակը հոր մասին է, ով վերջում ընդունեց։ Ես հաջորդ ծառայությանը կխոսամ անառակ որդու առակից, բայց հիմա ուզում եմ մի ուրիշ բան խոսամ, որ հասկանաս։ Հոր համար, երբ որ հայրը տվեց, բաժանեց երկու աղբոր միջև, հոր համար խնդիր չէր, այ ես որ տվեցի ես տղուս, կարող է իրան հասցնի խոզերի ուտելիք ուտելու։ Հոր խնդիրը են էր, ես տղես կհասկանային քովա։ Ու եթե նույնիսկ կպահանջվի գին, որ ինքը խոզերի ուտելիք ուտի, բայց հասկանա թե ինքը ով է, ոչինչ, ես պատրաստ եմ, որ ինքը գնա ու հետ գա։ Դուք հասկանում եք այդ ինչ մեծ սիրտ է։ Շատ մեծ սիրտ է։ Նա ով վերցրեց հորից, գնաց չհասկանալով, որ ինքը որդի է, դրա համար վատնեց, հետ եկավ, հասկանալով ինքը ով է իր հոր տունը։ Իսկ մեծը այդպես էլ չհասկացավ ինքը ով է։ Այսօր կարևոր է եկեղեցի, ոչ թե այն ինչ մենք անում ենք, այլ այն թե մենք ով ենք։ Ու այսօր ես ուզում եմ, որ դու թույլ տաս, որ Տերը քո ներսում որդիությունը բարձրացնի, որ քո նույնականացումը բարձրացնի, ոչ թե դու քեզ նույնականացնես քո հին բնույթի հետ, այլ որդու հետ։ Հալելույա Տեր։ Հալելույա, կանգնեք իրար հետ աղոտ կանենք սիրելներս։ Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա իմ արքա։ Հալելույա Տեր։ Այս աշխարհը ու ամբողջ արարչագործությունը ինքը փափագելով սպասում է Աստծո որդիների հայտնվելուն։ Արարչագործությունը հավատացեք չի փափագում Աստծո ծառաների հայտնվելուն սպասել։ Բայց երբ որ կհայտնվեն Աստծո որդիները, երբ որ իրանք կհայտնվեն, որովհետև կհասկանան, որ իրանք որդի են, կգործեն որդու բնույթից, կգործեն որդիությունից, ոչ թե որբությունից, ոչ թե ստրուկ լինելուց, ոչ թե ծառա լինելուց, ոչ թե ասել են, որ անենք, այլ հասկանալուց, որ որդի եմ, ես կառուցում եմ իմ հոր արքայությունը, այս աշխարհը կփոխվի 180 աստիճան։ Աստված տվեց իր մի որդուն, որպեսզի այսօր երկրի վրա ունենա որդիներ։
Աստված տվեց մի որդուն իր միածնին, որպեսզի այսօր քեզ ունենա ոչ թե որպես ստրուկ ու ծառա, այլ որպես որդի, ոչ թե որպես որբ, այլ որպես իր սեփականություն։ Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս, Աստծո օքի խնդրում եմ, որպեսզի ջարդես ամեն ծառայի մտածելակերպ Տեր։ Աստծո օքի խնդրում եմ, ուղղակի բացիր սիրտը, տաղոթի լեզուներով, թույլ տուր, որ Տերը գործի քո հետ։ Հալելույա Տեր, հալելույա Հիսուս, հալելույա Տեր, հալելույա, հալելույա, հալելույա Տեր, հալելույա Հիսուս, հալելույա Տեր։ Աստծո օքի ես խնդրում եմ, որպեսզի դու շարժվես կպնելով ամեն մեկին Տեր, որպեսզի դու շարժվես կպնելով ամեն մեկին Տեր, ամեն ծառայի մտածելակերպ, ամեն ստրուկի մտածելակերպ, ամեն որբություն Տեր, ես աղոթում եմ, որ դու քո սուրբ ձեռքերով Տեր հանես մեր մտքից, հանես մեր սրտից ու մեզ նույնականացում տաս քո հետ Տեր, քո որդու հետ Տեր, որպեսզի մենք հասկանանք, որ մեր գենը երկնային է, որպեսզի մենք հասկանանք, որ մենք երկնքից ենք իջած, որպեսզի մենք հասկանանք, որ մենք որդիներ ու դուստրեր ենք Տեր, մենք որբ չենք, մենք խորթ չենք, մենք օտար չենք, մենք քո սեփականությունն ենք, դու մեր Աբբա հայրն ես, մենք չենք կարող ապրել ինքնուրույն Տեր, այլ մենք կախված ենք քեզանից Տեր, մեր կյանքը կախված է քեզանից Տեր, ես աղոթում եմ, որ ամեն նույնականացում, մեր ֆիզիկական հայրերի ու մայրերի հետ, ամեն պատկեր, որ մենք ունենք, որը որ մեզ խանգարում է, որ մենք իրականում քեզ ճանաչենք ու հասկանանք Տեր, թող լինի կոտրված Տեր, թող քո ներկայության մեջ լինի ձուլված Տեր Հիսուս Քրիստոսի անունով իմ արքա, ու թող գա իրական պատկերացում, իրական պատկերացում քո սիրող սրտի Տեր, իրական պատկերացում սիրող հոր Տեր, իրական պատկերացում, հալելույա Տեր, հալելույա Տեր, հալելույա, Գեղամ ջան գգաս որ խնդրեմ, հալելույա Տեր, գիտեք մենք ինչի կարիք ունենք, իրական Աստծուն պատկերացնենք, մեր մեջից միֆերը քանդենք, չգիտեմ ով է ասել, ինչքան գիտեմ լավ մարդ չի եղել այդ ասողը, չգիտեմ ով է եղել, փիլիսոփաներից մեկն է եղել աթեիստ, բայց ճիշտ է ասել է Աստված արարեց մարդկանց, բայց մարդիկ արարեցին Աստծուն, Աստված մեզ ստեղծել է, բայց մենք ամեն մեկս մեր մտքի մեջ մի հատ Աստծու ենք ստեղծել, մի հատ Հիսուս ենք ստեղծել, մի հատ պատկեր ենք ստեղծել, որը որ ինքը չի, ու Աստված շատ հեռու է այդ պատկերից, ես ուզում եմ այսօր այդ պատկերը փոխվի քո մեջ, որպեսզի դու որբությունից մտնես որդիության մեջ, որպեսզի դու ծառայի մտածելակերպից մտնես որդու մտածելակերպի մեջ, ու մենք հիմա կվերցնենք ժամանակ չշտապ գնալ եկեղեցի, մենք ունենանք ժամանակ, մենք կվերցնենք մի երգ, իրար հետ կաղոթենք, երկար ժամանակ կունենանք Աստծո հետ, չշտապեք գնալ, այն ինչ որ հիմա կատարվելու է, ստեղ Տերը ձեր կյանքում հավիտենական գործ է անելու, ամեն, հալելույա Տեր, հալելույա Հիսուս, հալելույա, Սրբու ջան, ես տակ չայ հալելույա, թույլ տուր, որ Աստված խոսա քո հետ, թույլ տուր, թիմե եկավ, հալելույա, մենք երկար ենք գնալու աղոթքի մեջ ժողովուրդ, թույլ տվեք թող Աստված խոսա ձեր հետ, պատանիներ առաջ ու նստեք, պատանիներ բոլորդ, եկեք առաջ ու նստեք, եկեք մտեք Աստծո ներկայության մեջ երեխեք, հետևը մի կանգնեք, լավ առաջ եկեք, Գուրգեն ջան, ոչ մի սուրճ, ոչ մի բան հլը չբերես, եկեք առաջ երեխեք, նստեք որտեղ որ ազատ է, ես ուզում եմ մեր կենտրոնացումը լինի, հիմա Տերը ինչ որ բան է անում, ինքը սկսել է անել, ինքը շարունակելու է, ես ուզում եմ քո կենտրոնացումը լինի Տիրոջ վրա,
Թույլ տուր ինքը գա ու վիրահատի քեզ։ Թույլ տուր ինքը քո թերարժեքության բոլոր այդ գիտակցությունը, զգացողությունը մարդկանց կարծիքից կախված լինելու, Աստծուց անկախ ապրելու ամենավտանգավոր բանը սա Աստծուց անկախ ապրելն է։ Թույլ տվեք, որ ինքը գործի։ Թույլ տվեք, դու պիտի բացվես, դու պիտի ասես, ես ուզում եմ գործես։ Թույլ տվեք, որ ինքը օգնի, դու պիտի ասես, ես ուզում եմ ինձ օգնես։ Ես բաց եմ, օգնի ինձ, իմ սիրտը բաց է։ Թույլ տվեք, որ ինքը փոխի, ինքը երբեք չի գա քո կամքին հակառակ ինչ-որ բան անելու, ինքը չի գա։ Ինքը անելու է, եթե դու ուզում ես։ Եկեք այս ժամանակ խոսեք իրար հետ, կպեք Աստծուն, սիրելիներս կպեք Աստծուն, կենտրոնացեք Տիրոջ վրա, հալելույա Տեր, դու հայր ես, դու հայր ես, դու սիրող հայր ես, դու սիրող հայր ես, դու դաժան չես, դու չես պատրաստվում ինձ պատժես, դու սիրող հայր ես ու քո սերը անսահման է, ու ես թանկարժեք եմ քո համար, ես կարևոր եմ քո համար, դու հետաքրքրված ես ինձանով, պապ, որտև դու սիրող հայր ես, դու անտարբեր հայր չես, դու հետաքրքրված ես ինձանով, դու բացակաչ ես, դու միշտ ներկա ես, դու միշտ տանն ես, քո ներկայությունը միշտ է ու քո գիրկը միշտ է իմ համար, դու կրոնավոր չես, հակառակը դու քանդել ես ամեն կրոնական պատկերացում, դու ինձ որդեգրել ես, շնորհակալություն, խոսա իր հետ, Թշնամիներից հիմա ազատ
Ընտրեցիր դու ինձ քո սիրով ինձ կանչեցիր Տվեցիր նոր կյանք մի նոր ընտանիք քո սուրբ արյունով գնված Դեռ ես չծնված Դեռ ես չծնված Ընտրեցիր դու ինձ քո սիրով ինձ կանչեցիր Տվեցիր նոր կյանք մի նոր ընտանիք քո սուրբ արյունով գնված ու ընկերիչ եմ ես վախիր Աստծո զավակն եմ ես ու ընկերիչ եմ ես վախիր Աստծո զավակն եմ Երկում եմ քեզ Աստծո զավակն եմ ես Դու չեղկեցիր ծովը որ ես ասեմ այն Որ անվախներս սիրուտ մեջ Բնկեցիր ինձ և ես երկում Աստծո զավակն եմ ես նորից ասա Աստծո զավակն եմ ես Աստծո զավակն եմ քո զավակն եմ Աստծո զավակն եմ ես Աստծո զավակն եմ Աստծո զավակն եմ Աստծո զավակն եմ ես Քո ձայնը չի լսվում այստեղ Ընկերիչ եմ ես վախին այո Աստծո զավակն եմ ես Ընկերիչ եմ ես վախին Աստծո
Որդիները ազատ են Մատթեոս 16 17-24 Գալիս եմ Պետրոսից հարկ ուզելու Ձեր վարդապետը հարկ տալիս է այո Գալիս են տուն Հիսուսը Պետրոսին ասում է Ով է հարկ տալի ասում է օտարները ասում է ուրեմն որդիները ազատ են Նա ով ունի որդու մտածելակերպ ինքը ազատ է, որտև ինքը վստահում է Աստծուն։ Նա ով ունի ծառայի մտածելակերպ ինքը ազատ չի, որտև ինքը վստահում է իր ուժերին։ Ստեղ նայեք, մենք մի աղոթքել ենք անելու։ Սատանան ստեղ կան մարդիկ ում խաբել է։ Դու փորձել ես մի քանի անգամ, ինչ որ մեղքից ու խնդրից ազատվես, քո ուժերով Չի ստացվել, նորից ես ընկել դրա մեջ, նորից ես ընկել դրա մեջ, նորից ես ընկել դրա մեջ։ Ու սատանան քեզ խաբել ասել է քո մոտ էլ չի ստացվի, դու չես կարող ազատ ապրես։ Ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, դա սուտ է։ Դու քո ուժերին ես վստահել, դրա համար չես կարողացել ազատ լինես։ Հիմա ժամանակն է, որ դու վստահես նրան, որտեղ որդին իրականում ազատ է։ Որդին ազատ արձակում ու նրան ում որդին ազատում է նա հիրավի ազատ է լինում կապ չունի ինչ խնդիր է քո մոտ երբ որ որպես որդի ես մոտենում այդ հարցին երբ որ դու նրան ես վստահում պապան նա պահելու ոչ թե իմ ուժերին Այլ ես իրանից եմ կախված, ինքը թող ինձ, ինքը ազատում է քեզ, ինքը ազատում է քեզ, Հիսուսի անով ես խոսում եմ ազատություն երիտասարդների վրա, ազատություն ամեն սեռական մեղքից, ես խրճակում եմ ազատություն պորնոգրաֆիայից Հիսուսի անունով ամեն
ամեն մեկի կյանքի մեջ հենց հիմա ազատություն է գալիս ամեն մեկի կյանքի մեջ Հիսուսի անունով ամեն սեռական մտքերից ամեն սեռական ու պիղծ վիդեոներից Հիսուսի անունով ես խոսում ազատություն ամեն գերությունից սիգարետից ալկոհոլից թմրատեղերից Հիսուսի անունով ամեն մեկի կյանքից ամեն դև ամեն շղթավոր կապելա այս ժողովրդին ես ասում եմ թող լինի քանդված Հիսուսի զորավոր անունով ազատություն Հիսուսի անունով ամեն մեկի կյանքի մեջ Հիսուսի անունով ամեն մեղ ոչ մի մեղ ձեր վրա ոչ մի իշխանություն չունի հալելույա շոքարաբաբա